Բարև սիրելիս, ես Աննան եմ, ես պիտի խոսեմ իմ տիրոջ մասին, մինչև տիրոջս փրկչիս հանդիպելը, ես միշտ էլ հավատով եմ եղել, հավատով մարդ եմ եղել և այդ հավատը իր դժվարությունների միջով է անցել, փորձություններ է անցել և ճանապարհը, որով անցա մինչև Հիսուսին հանդիպելը, ես մի մարդ էի, ով շատ էր վստահում Տեր Աստծուն, բայց իր պատկերացրած ձևով, իր իմացած ձևով և չէր ճանաչում, թե իրականում ինչպիսին է Աստված, ով է Աստված։ Մինչև Տեր Հիսուս Քրիստոսին հանդիպելը ես շատ բարդ ու դժվար ճանապարհ անցա, որը շատ ակնհայտ ձևով ինձ բերեց Հիսուսի մոտ, ինձ բերեց Հիսուսի ոտքերի մոտ, ու նրա ոտքերի տակ խոնարհված արցունքներով ես ապաշխարեցի և ազատվեցի չարի ճիրաններից, դժոխքի խորը անդունդից, մթի ու խավարի որոկայթներից ազատվեցի։ Իմ Տերը եկավ իմ կյանք, Հիսուս Քրիստոս եկավ։ Ես այնպիսի մի վիճակում էի, որ հասկանում էի, որ այն ամենը, ինչ որ ես գիտեմ, դա չի ճշմարտությունը։ Իսկ ես շատ բան էի հասցրել իմանալ արդեն, շատ բան էի ուսումնասիրել։ Եվ ես մի կետում էի կանգնած, որ հասկանում էի, որ հաստատ կա, հաստատ պիտի լինի մի իրական, անփոփոխ, ամուր ճշմարտություն։ Եվ հույսս մեկի վրա էր միայն Հիսուս Քրիստոսի։ Ես իմ ամբողջ հոգով ու սրտով, գիտակցությամբ կոտրված էի, փշրված էի։ Ինձ խաբված էի զգում, հոգևոր իմաստով խաբված։ Ես վստահ էի, որ ճշմարտությունը, որ ես փնտրում եմ, Հիսուսն է ինձ պատմելու։ Եվ ես չգիտեի, որ հենց Հիսուսն է ճշմարտությունը։ Ինձ խաբված ու սխալված էի զգում։ Եվ ինձ պետք էր մի հատիկ, մեկ հատ իրական ճշմարտություն։ Ինձ պետք էր իմանալ ճշմարտությունը, որը մեկն է, բայց ես չէի պատկերացնում, որ ճշմարտությունը հենց Հիսուսն է։ Եվ ես կենտրոնացել էի հոգով ու սրտով, կենտրոնացել էի Հիսուս Քրիստոսի վրա, որ ուրիշ մեկին չէի տեսնում, չէի պատկերացնում, ում կարող էի դիմել, որ ինձ պատմի ճշմարտությունը։ Եվ մի քանի օր անդադար մի նախադասություն էր հայտնվել իմ շուրթերին, որ ես էլ չհասկացա այն ժամանակ, այդ ինչպես այդ նախադասությունը եկավ իմ շուրթերին, ինչպես այդ նախադասությունը ծնվեց ու եկավ, ու ես անդադար մի քանի օր անդադար կրկնում էի Հիսուս Քրիստոս, ցույց տուր ինձ քո ճշմարտությունը։ Ես մտածում էի, որ կա մի հատիկ ճշմարտություն, եւ դա ինձ ցույց կտա Հիսուսը։ Ոչ մեկի չէի տեսնում, ում կարող եմ դիմել, եւ ոչ մեկի չէի տեսնում, ով կարող է ինձ ճշմարտություն պատմել։ Միայն Հիսուսին էի տեսնում։ Միայն Հիսուսին էի ուզում, եւ հետո իմացա, որ ճշմարտությունը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։ Ես մի մարդ էի, ով Աստվածաշունչ երբեք չէր կարդացել։ Բացի մի անգամից, մեկ անգամ, երբ ես տարիներ առաջ աղոթեցի ու հարցրեցի Աստծուն, թե նա ինչ է իմ համար պատրաստել, որովհետեւ ես երազ էի տեսել Հիսուս Քրիստոսին, որ նա ինձ ասել էր, թե ես ինչ պիտի անեմ իմ կյանքում, բայց ես չգիտեի, չէի հասկանում շատ բաներ։ Եվ այդ երազից անցել էին տարիներ ու ես հարցրեցի Աստծուն աղոթքով, ինչ ես իմ համար պատրաստել, ես ինչ պիտի անեմ։ Եվ այդ աղոթքի ժամանակ մի ձայն իմ ներսում ինձ ասաց, գնա, բաց Աստվածաշունչը, դա շատ պարզ էր, ես իմ հոգում լսեցի, բաց Աստվածաշունչը, գնա ու բաց Աստվածաշունչը։ Եվ ես բացեցի Աստվածաշունչը ու կարդացի, որ գրված էր հենց այն տողերը, որ ով Հիսուս Քրիստոսի անունով, ով Հիսուս Քրիստոսին հավատա, նրա անունով օձեր կբռնի, լեզուներով կխոսի, կբժշկի։ Կարդացի այդ տողերը, հավատացի, որ դա Աստված ինձ է ասում, փակեցի Աստվածաշունչը, ու էլ չկարդացի Աստվածաշունչը։ Եվ անցել էր շատ տարիներ արդեն, ու ճշմարտության ծարավի, քաղցի, սովի մեջ երազելով իմանալ ճշմարտությունը, ընդհանրապես ողջ աշխարհի միակ ճշմարտությունը, ես վստահ էի, որ այդ ճշմարտությունը միակն է, ու ես պիտի իմանամ։ Ես Հիսուսին էի կանչում, խնդրելով, որ նա ինձ ցույց տա իր ճշմարտությունը։ Եվ Հիսուս եկավ իմ կյանք, իմ խոհանոց, որը ես չէի սիրում, ընդհանրապես չէի ուզում այդտեղ լինել, չէի սիրում։ Եվ այնտեղ էի, որովհետև գիտեի, որ Աստծու կամքն է, որ ես այնտեղ լինեմ, եւ ես խոնարհաբար փորձում էի լինել այդ տեղում, ինչքան որ Աստված կկամենա։ Եվ Հիսուս եկավ
Եվ նա լույս էր, նա լույս էր։ Իմ մարմնի աչքերը չի, որ տեսնում էին նրան, այլ իմ հոգու աչքերն էին։ Նա ամենաուժեղ լույսն էր, նա արեգակից էլ ուժեղ լույս էր։ Ես նրան ասում էի, դու տիեզերքի ամենաճերմակ եւ ամենաուժեղ լույսն ես, որովհետեւ արեգակը մենք գիտենք, որ այն, երբ նայում ենք, փորձում ենք նայել, շիկագույն երանգի լույս ենք տեսնում եւ ինչ որ կերպով կարողանում ենք նայել արեգակի ուղությամբ, արեգակին, բայց իմ հոգու աչքերը տեսնում էին մի լույս, որը անսահման էր, որը անասելի ուժեղ էր եւ ջերմակ էր, ամենաճերմակ լույսը, որ կարելի է պատկերացնել, եւ ճիշտ է ես հոգով էի տեսնում, բայց ինձ թվում էր իմ աչքերն են տեսնում ու ես չեմ կարողանում նայել, այնքան ուժեղ է այդ լույսը, որ ես չեմ կարողանում նայել ու ես գիտեի, որ Հիսուսն է։ Ես անընդհատ կրկնում էի. դու ամենաճերմակ, ամենաուժեղ լույսն ես, ես չեմ կարողանում քեզ նայել։ Եվ լույսը եկավ իմ կյանք ու ես տեսա, որ խավարի մեջ է։ Ու ես տեսա, որ խավարն իմ մեջ է։ Ու ես տեսա, թե ինչ է խավարը եւ ինչ է լույսը։ Եվ խավարը նահանջեց, երբ եկավ լույսը, Հիսուս Քրիստոսը։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրս կանչենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանք, բայց խոնարհումով, կոտրված, փշրված ու հանձնված սրտով, սիրտ, որը պատրաստ է ընդունել, սիրտ, որը կարիք ունի, որը ձգտում է փրկության, ազատագրման եւ խաղաղության, սիրտ, որը ձգտում է ճշմարտության, սիրտ, որը ձգտում է լույսին, սիրտ, որ ձգտում է Աստծուն, սիրտ, որ պատրաստ է հնազանդվել, խոնարհվել, ընդունել ճշմարտությունը եւ ապրել այդ ճշմարտության մեջ։ Եվ Հիսուսն է մեր սրտերի բժիշկը։ Եվ Հիսուսը ամենամեծ սերն է, ինքը սերն է հենց։ Եվ նա սիրում է քեզ, նա սիրում է ինձ։ Ով կանչի նրա անունը կփրկվի, ով կանչի Հիսուս Քրիստոսի անունը կփրկվի։ Եվ այդ փրկությունը հավետ է, եւ այդ փրկությունը հավիտենական երանություն է, կյանք Հիսուս Քրիստոսի կողքին։